օրհնյալը մեր Աստվածը։ Այսօր ուզում եմ մի քիչ կիսվենք միասին ու սովորենք։ Փորձում եմ չքարոզեմ։ Մի քիչ կիսվենք, ուզում եմ խոսամ խոսքի մասին։ Այն խոսքերի, որ մենք ենք խոսում, այն խոսքերի, որ մենք լսում ենք, ու նաև այն խոսքերի, որ Աստծունն է, որ ինչ պիտի խոսանք, որ մեզ համար շինարար լինի, որ մեզ օրհնություն բերի, լսվում է խոսքը, հալելույա։ Ես մտածում եմ, որ այսօր շատ կարևոր է մենք դրա մասին կիսվենք սերներ։ Նախ ուզում եմ կարդամ մի հատ խոսք Դավիթ թագավորի գրածներից, դա գրված է ուրեմն Սաղմոս 141 3-4 խոսքերը։ Դավիթը դա մի մարդ էր, որին որ Աստված ասում էր, ահա մարդ, որ իմ սրտի համեմատ է։ Գիտեք, իրականում շատ դժվար է լինել մարդ Աստծո սրտի համեմատ։ Շատ դժվար է, բայց Դավիթը այդ մարդն էր եւ Աստված սիրում էր։ Ու եթե ուսումնասիրում ենք Դավիթի կյանքը, մենք տեսնում ենք, որ ինքը այնքան մեղքեր էր թույլ տալիս, այնքան սխալներ, շատ անգամ մեղքեր, որ գիտակցաբար էր լինում։ Ես չեմ խոսում նրա մասին եւ չեմ ուզում ասեմ, որ կարելի է մենք էլ անենք, որ այդ ձևերնենք, չէ սերներ։ Դա լրիվ մեղք էր, դա լրիվ սխալ էր, բայց մի կարևոր հատկություն կար Դավիթի կյանքի մեջ, որ հասկանում էր իր սխալը, ընդունում էր, ապաշխարում էր, խոստովանում էր, ծոմ էր պահում, ողբում էր, մոխիրի մեջ նստած, համաձայնվում էր Աստծո կամքի հետ, հենց սա էր, որ Աստծուն դուր էր գալի։ Ու այս խոսքերի մեջ այստեղ գրված է 141 Սաղմոսը, ռուսերենում 140 Սաղմոսն է, 3-4 խոսքեր։ Ասում է, Տեր, պահապանդիր իմ բերանին, Տեր պահապանդիր իմ բերանին, իմ շրթունքների դուռը պահպանիր, լավն է, չէ։ Եկեք շարունակենք, սիրտս մի դարձիր չար բաների վրա, որ չարությունով վատ գործեր գործեմ, անօրենություն անողների հետ եւ նրանց ախորժելի կերակուրը չուտեմ։ Ալելույա։ Պահապանդիր իմ բերանին։ Այնքան անգամներ ա եղնում սերներ, որ մենք խոսում ենք, բառեր ենք ասում, մարդիկ կան հայհոյում են ու ասում են, մենք հայհոյող մարդ ենք, ինչ որտեղ էլ գլուխները կան, որ գովում են, ես ուշուստվան մարդ եմ, կամ մամակա մեկ էլ անիծում ասում եմ, մոր անեցքը չի կպչում։ Գիտեք, այ հենց դա է, որ նույնիսկ անհավատները այդ բառը, որ ասում են անեցքը չի կպնում, դա նշանակում է այդ անեցքը կպնում։ Ամեն մի հատ մեր ասած խոսքը դա բումերանգի պես հետ է դառնում դեպի մեզ, դեպի մեր հարազատներին, դեպի մեր երեխեքին, մեր շրջապատին, մեր մոտիկ մարդկանց, այն ինչ որ մենք խոսում ենք, երբ որ վատն ենք ասում, դա հետ է գալիս մեզ է կպնելու, երբ որ լավն ենք ասում, դա օրհնություն է եղնում եւ բոլորի համար եւ մեր համար։ Տեր Հիսուսն ասում է, հնարավոր չի, որ մեկ աղբյուրից երկու ձևի ջուր բխի։ Ամեն։ Աղբյուրը դա մենք ենք, մեր բերանից դուրս եկած խոսքերը ասում է պիտի քաղցր եղնեն։ Այնքան լավ կեղնի, որ մենք էլ կարենանք գիտակցենք Դավիթի պես ու ասենք, պահապանդիր մեր բերանին։ Գիտեք, ինչ եմ նկատել ես, շատ անգամ մարդիկ այս խոսքերը ասում են, բայց մտածելով, դե Տերը եթե ուզենար կպահեր։ Ես համոզված եմ, որ Դավիթը այդպես չէր մտածում։ Նա երբ որ այս խոսքերն ասում էր, նաև սկսում էր ուշադրություն դարձնել ինչ է խոսում իր բերանը։ Դա Հալելույա։ Շատ անգամ մեր լեզուն առաջ հանգնում մեր մտքից,
չէ՞։ Շատ անգամ մենք խոսում ենք, հետո նորը սկսում մտածել, այս ինչ արեցի, դե այս հրատակից դուրս արի։ Եվ գիտեք ինչ է կատարվում, սկսում ենք հաջորդ սուտը խոսալ, հաջորդ մի օին սարքել, մի հրաշք անել, որ մտքում թե մեր սխալները ուղղենք։ Բայց Տերը ուզում է, որ մեր սրտերը լցված եղնեն իր ներկայությամբ։ Գիտեք, Աստծո խոսքը նաև ասում է, որ բերանը խոսում է սրտի ավելացածից։ Ուրեմն այն ինչ որ մենք տեսնում ենք, այն ինչ որ մենք նայում ենք, այն ինչ որ մենք օրվա մենք անց ենք կացնում, ում հետ ենք անցկացնում մեր ժամանակը, սա էլ շատ կարևոր է։ Մարդը այնքան հեռուստացույց է նայում, սերիալներ է նայում, մյուսը ես չգիտեմ, կոմպյուտերի առաջ, մյուսը մեկ ուրիշ, ու հավատացեք այդ ամեն ինչից ամեն մեկի սիրտը սկսում է լցվել։ Շրջապատված ես անհավատ ընկերներով, որտեղ ման ես գալի, հայհոյում են, անեկդոտներ պատմում, տարբեր անկապ բաներ, ու գիտես, մեկ էլ տեսնում ես, որ արդեն քո միտքն էլ սկսում է մտածել այդ նույն ձևի, այդ նույն բառերը սկսում են ստեղ ֆռալ։ Դու հայհոյող չէիր, դու ընդհանրապես բարի էիր խոսում, լավն էիր մտածում, բայց քանի որ դու անընդհատ մասնակցել ես այդ խմբերի հետ, այդ վիճակին, այդ սերիալների մեջ, այդ գործերի մեջ ես, դա գալիս է մեր սրտի մեջ եւ վերջում ինչ է եղնում, բերանը խոսում է մեր սրտի ավելացածից։ Սա նշանակում է, որ այսօր ես կոչ եմ անում մեր եկեղեցու բոլոր քուր եղբայրների սերներ, մեր անձան, մեր անձնական շինության համար, մեր օրհնության համար ուշադիր եղնենք, ինչով ենք այսօր մենք լցվում։ Ամեն։ Ինչով ես այսօր դու լցվում։ Ինչ ես այսօր դու նայում։ Երբ որ մենք նայում ենք Եվային, ու այն մի քանի խոսքը, բուկվալը երկու խոսքի մեջ գրված է 3 անգամ, որ ասում է Եվան նայեց, եւ իրան շատ հաճելի էր, աչքերին շատ դուր էր գալի, եւ շատ գեղեցիկ էր այդ պտուղը, որովհետեւ ինքը տեղ էր տվել սատանային եւ մի հատ այսօր էլ գիտեք այդ նույն ձևի ինչ որ միտք մեկ էլ տենում ես գալիս է քեզ մի բան ասում, մեկ էլ տեսնում ես ինչ որ մեկը եկավ քեզ մի հատ լուր բերեց, ինչ որ միտեղ դու մի հատ կինո նայեցիր, ու մեկ էլ տենում ես այդ միտքը սկսեց ֆռալ քո գլխուղեղի մեջ, նրա փոխարեն որտեղ պետք է ֆռալ անընդհատ Աստծո կամքը, բարություն, քաղցրություն, ինչ որ մի շինություն, ինչ որ մի օրհնություն, մեր մտքերի մեջ սկսում է շրջանառություն կատարել ես ձև ասած, անօրենի կամքը, անօրենի ծրագրերը։ Այ հենց այստեղից է, որ մենք կարողանում ենք ընկնել մեղքի մեջ, կատարել սատանայի կամքը, եւ դա շատ պարզ է։ Եթե մենք վատն ենք անում, մենք սատանայի ծառա ենք կոչվում, եթե մենք լավն ենք անում, մենք Աստծո որդիներ ենք կոչվում։ Ընտրությունը այսօր իմ ու քո ձեռքերի մեջ է։ Որտեղից է գալիս այդ չարությունը մեր սրտերի մեջ։ Այ ինչ որ մենք տեսնում ենք, ինչ որ մենք լսում ենք, այս նորությունները, այն ինչ որ մենք ընդունում ենք, այն նրանից էլ գալիս է մեր ներսը, երբ որ մեր ներսը լցվում է այդ աղբով, դա միտեղ պետք է դուրս գցի։ Ամեն։ Այսօր ես իմ լեզվով ուզում եմ մի քիչ դրա մասին կիսվենք եւ ուշադիր եղնենք դրա վրա։ Եթե ես ու դու ուզում ենք հոգեվոր շինարար կյանք ունենանք, մենք պիտի կարենանք բոլոր այդ տեսակի մտքերը արգելենք, փակենք։ Հնարավոր չի, որ դու փողոցում քայլելուց դու փողոցով քայլես ու քո գլխավերևով թռնող թռչուններին թույլ չտաս, որ թռնեն։ Նրանք թռնելու են։ Ամեն։ Բայց հնարավոր է դու թույլ չտաս նրանց, որ նրանք կան քո գլխին բուն դնեն։ Այս սա է, այսօր լիքը մտքեր, հնարավոր է
ինչ որ ռեկլամա քո կողքով դու մեքենայով գնում ես ու ինչ որ մի հատ ռեկլամ ընկավ աչքդ։ Այս սա նա է, որ դու պարզապես ընդհանրապես տեղ չտաս դրան, որ դա չգա քո ներս։ Երբ որ սատանան եկավ եւ Եվային ասավ, արդյոք Աստված ասավ, որ այս ծառերի չուտեք, գիտեք, նա շատ լավ գիտեր Աստված ինչ էր ասե, ինչ չէր ասե, բայց նա ուզում էր խոսքով գողանալ Եվայի միտքը։ Եվ Եվան պարզապես սկսեց անկեղծանալ եւ բացատրել։ Չէ, մենք այգու բոլոր պտուղներից ուտում ենք։ Միայն չենք ուտում այն պտուղից, որ բարի եւ չարը գիտնալու ծառն է։ Մենք դրանից չենք ուտում։ Եվ այստեղ անօրենը միտք է գցում նրա մեջ։ Աստված չի ուզում ուտեք, որ իրան նման չդառնա։ Եվ սկսեց Եվան մտածել։ Այս սա է, երբ որ մեր կողքով մարդիկ են անցնում, մեզ բաներ են ասում, մենք ֆիլմեր ենք նայում։ Ես կուզենամ այսօր մենք ուշադիր ենք, ինչ ենք նայում։ Ինչ կինոներ ենք նայում։ Ինչքան ժամանակ ենք անցկացնում կոմպյուտերի առաջ։ Վավշետը հեռախոսի մեջ դու ինչ ես նայում։ Էս էլ շատ կարևոր է։ Ես դեմ չեմ, որ մենք նորություններ նայենք։ Ես օրինակ նայում եմ։ Շատ անգամ Լիլիթին էլ դա դուր չի գալի, որ նայում եմ, ասում եմ, չեմ ուզում լսեմ, բայց բաներ կա, ես ուզում եմ իմանամ։ Չնայած որ ասեմ, մեծամասամբ նորությունները սուտ են խոսում։ Գրեթե ամեն մի պետության նորությունը խոսում է իր այն ինչ որ ինքը ձեռք է տալի։ Բոլոր դեպքերում պիտի անենք այն ինչ որ շինություն է տալի մեր հոգիներին։ Ամեն։ Եթե մենք չենք անում այն ինչ որ Աստված է մեզ ասում, վերջում մենք ենք վնասը քաշելու դրա։ Ինչն է պատճառը, որ մարդիկ գնում են կախվում են, ես չգիտեմ, կոմպյուտերներով խաղեր են դուրս եկել, մարդիկ երեխեքը վազում են իրանց գցում մեքենաների տակ, որովհետև ծնողները ուշադիր չեն այդ երեխեքը ինչ են խաղում այդ կոմպյուտերների մեջ։ Այսօր մենք սրա մեջ ենք պետք է զգուշել։ Բավշե որպես Աստծո որդիներ ես մտածում եմ հարկավոր է մի օր ամեն մեկը սենց առանձնանանք ու ասենք Տեր Հիսուս, ես ինչին եմ ժամանակ ավելի շատ տրամադրում։ Իմ ժամանակը ավելի շատ ինչի մեջ է։ Ու եթե մենք տեսնում ենք, որ մեր ժամանակը ավելի շատ կոմպյուտերների մեջ է, հեռուստացույցի մեջ է, սերիալների մեջ է, ուրեմն մեզ շատ լուրջ ու շուտ ապաշխարություն է։ Ամեն։ Եկեք ինձանից չնեղանանք, իմ մեջ դրվել է, որ ես սրա մասին իսկապես խոսամ, կիսվեմ։ Այն ինչ որ մենք տենում ենք, դա գալիս է մեր մեծերներ։ Այն ինչ որ մենք նայում ենք, հետո մենք ինքներս դառնում ենք այդ մարդը։ Եթե մենք շատ շփվում ենք Տեր Հիսուսի հետ, մենք նմանվում ենք Հիսուս Քրիստոսին։ Երբ որ մենք կարդում ենք Աստծո խոսք, նայում ենք հոգևոր հաղորդումներ, լավ հոգևոր հաղորդումներ, ամեն հաղորդում չի հոգևոր եւ ամեն քարոզիչ չի, որ նորմալ բան է խոսում Աստծո խոսքից։ Եթե մենք զբաղված ենք անխարդախ մաքուր Սուրբ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերով, հաստատ իմացի, որ դու շինություն ես ստանում։ Այս շինությունը եւ բժշկությունը բերում քո կյանքին, քո մարմնին, քո ընտանիքին, քո ընդհանրապես հոգեկան աշխարհին, հա? Դու կարող ես խաղաղվես, դու կարող ես հանգստանաս, դու կարող ես պարզապես մխիթարվես, եթե մխիթարության կարիք կա, բայց երբ որ մենք զբաղված ենք ունայն բաներով, մենք դառնում ենք հենց այդ նույն մարդը։ Վերցրեք առավոտից իրիկու նայեք Բրուսլի։ Հավատա մի տարի հետո դու Բրուսլին ես։ Համարը ոչ մի բանով չի տա, կարող է կիտայերեն թե ճապոներեն սովորացել ես դաշել։ Եթե դու մի տարի զբաղվես Աստծո խոսքով, հաստատ կնմանվես Հիսուսին։ Ու սրա համար պետք չի, որ մենք պարզապես Տեր ջան, օրինակ Դավիթի այս խոսքը, որ ասում էր իմ բերանին պահապաններ դիր, սա նա չի, որ ամբողջ այս
գործը քցեմ Աստծո վրա, դե պահապան չդրեցիր, ես էլ սկսեցի խոսալ։ Պահապաններ դիր, այսինքն ես ինքս ուզում եմ իմ վրա աշխատանք տանեմ, որ իմ բերանս ավելորդ բաներ չխոսամ։ Ամեն, ինչքան էլ բարկացած է սեղնեմ։ Գիտեք հոգևոր մարդը ինչ ձևի է։ Այդ պահին, երբ որ քեզ մի բան են հարցնում, դու պարզապես մի հատ հասա, Տեր Հիսուս, դու ոնց կպատասխանեիր։ Երբ որ դու մենակ հարցնում ես, Տեր Հիսուս, դու ոնց կպատասխանեիր։ Գիտեք ինչ ա եղնում։ Համար առաջի խաղաղություն է գալիս։ Նախ Հիսուսը հաստատ բարկացած չի եղել։ Խաղաղություն է գալի, հանգստություն է գալի։ Ու իսկապես Աստված ասում է, թե դու ոնց պատասխանես։ Սիրով, համբերությամբ, զսպվածությամբ։ Ամեն։ Այսօր ես ու դու իրավունք չունենք Տեր Հիսուս Քրիստոսից առաջ հասկենալ։ Երբ որ ամեն ինչը անում ենք Տիրոջ հետ։ Սա նրա մասին այն ինչ որ մենք ենք մտածում եւ մենք ենք խոսում։ Այն ինչ որ մենք խոսում ենք, ասում է քո բերանի խոսքով ես քեզ պիտի արդարացնեմ եւ ես քեզ պիտի դատեմ։ Մեր բերանից դուրս եկած խոսքով։ Երբ որ Եղիան հոգնել էր։ Էջեղ նման չէ, մենք էլ ենք հոգնում։ Դա իսկապես հեռու չի, ես էլ եմ շատ անգամ ասել, հոգնում եմ, հոգնել եմ։ Բայց հավատացեք, այնքան էլ հաճելի չի Տիրոջը, երբ որ ասում ենք հոգնել եմ։ Մենք զինվորներ ենք։ Ամեն։ Ամեն մի հատ զինվորը կողքի նույնիսկ թեկուզ տկարը, հավատա պատերազմի պահին շատ մեծ օգուտ է տալիս քեզ։ Նույնիսկ եթե տկարը։ Եվ նույնիսկ այդ տկար կամ վիրավորված զինվորին հարկավոր է պարզապես օգնել ու պատժժկա անել, որովհետև պատերազմի այն կռիվների պահին հաստատ նա քեզ օգուտ է տալու։ Հակոբոս առաջի գլուխ 26 խոսք։ Եթե ձեզանից մեկը կարծում է, թե կրոնավորը եւ իր լեզուն չսանձահարե, այլ իր սիրտը խաբե, այնպիսի մարդի կրոնավորությունը իզուր է։ Ես հիշում եմ մի օր միտեղ գործի էի, մտել աշխատում էի ու եկա մի հատ խանութ, որտեղ պիտի պրոդուկտը դատարկեմ, ու այս մարդը շատ ջղայնացած էր, սկզբից լավ էր, ամեն ինչ նորմալ էր։ Ինքը հոգևոր էր, շատ ուժեղ հավատացյալ, ինքը պաշտամունքներ էր անցկացնում իրանց տանը, ու մեկ էլ ինչ որ մեկը եկավ ասավ, որ քո փողը կտրել են, ես ամիս փող չես ստանալու, որտեղ ինչ որ մի հատ սխալ ես արել, ու գիտեք, մոռացավ այդ կինը, որ ես այդտեղ եմ։ Մոռացավ վախշի իր հավատքի մասին էր։ Ու հավատացեք, ես էլ էի զարմացած, որ մի անգամից մեկ էլ սկսեց հայհոյել։ Ու տեսեք, պաշտամունք անցկացնող ինչ-որ մի ծառայող կին։ Սա նա է, որ ինչով ենք մենք այսօր, գիտեք, բանը նա չի, որ այսօր ես ու դու ասենք մենք գալիս ենք պաշտամունքի։ Բանը նրա մեջ է, որ այսօր եկել ենք այստեղ ու այ հենց այս դասը սովորում ենք։ Սա դաս է մեզ համար։ Սա մի հատ Աստծո խոսքից ուղղված խոսք է մեզ համար, որով մենք պիտի սովորենք։ Եթե այս խոսքերը այսօր ինձ չեն փոխում, նշանակում է ոչ թե ես անհավատ եմ, ավելի բետար եմ։ Եթե անհավատները չգիտեն ու անում են, նրանք էլ են պատժվելու, բայց եթե ես գիտեմ ու անում եմ, ես ավելի շատ եմ պատժվելու։ Հասկանում եք ինչ ասա։ Դրա համար Աստված ասում է, դատաստանը Տերը սկսում է իր տնից։ Գիտեք ես ինչ դատաստանը։
Ով կասի, ինչ Դատաստան է։ Այս որ Դատաստանն է։ Հա՞։ Այս սա է։ Այստեղ լույսի մեջ կանգնած ես դատում եմ։ Սա Դատաստան է։ Ու երբ որ դու լսում ես այս խոսքերը, ու ես էլ ձեզ հետ միասին մտածում եմ, այ այստեղ իմ դատն է գնում։ Ու քանի դեռ ես կենդանի եմ, ես ապրում եմ, ես կարամ փոխվեմ։ Ու երբ որ ես այսօր այդ դատաստանի մեջ, այսօր այս խոսքերի մեջ լսեցի այս խորհուրդը, այս խրատը, ու ես ինքս իմ համար սովորեցի երկնքում հավիտենական դատաստանից ազատ եմ լինելու։ Որն է ավելի մեծ ձեռք տալիս, որ այստեղ սովորենք։ Ամեն, այստեղ սովորենք Տիրոջ խրատը, Տիրոջ դատաստանը, որպեսզի հավիտենականության մեջ մենք չդատվենք։ Ուրեմն, պաշտամունքի գալը շատ կարևոր է, եւ նաեւ շատ կարևոր է, որ այդ խոսքերը մենք ընդունենք եւ պարզապես ապրենք։ Այսօր, երբ որ դուք գնաք ձեր տները, մի հատ տեսեք, ինչով եք ավելի շատ զբաղված։ Ու կուզենամ մենք կարենանք հաղթենք։ Հաղթենք հեռուստացույցներ, հաղթենք սերիալներն էլ, հաղթենք ու պարզապես ասենք, Տեր ես որոշում եմ կայացնեմ։ Օրինակ Դավիթը մեկ էլ մի հատ ձեր խոսք ուներ։ Տեր ես ուխտ եմ կապեմ իմ աչքերի հետ, որ ոչ մի կնոջ պիտի չնայեմ։ Լավ է։ Շատ հրաշալի է։ Եվ այս մարդը պարզապես իր աչքերը բարձրում էր, չէր նայում, ու շատ նորմալ է։ Եվ այնքան նայեց, ընկավ մեղքի մեջ։ Եվ մենք էլ, երբ որ սխալ բաներ ենք նայում, դրանով լցվում են մեր սրտերը սերներ։ Հետո մի օր էսի գալով մեր կյանքերի մեջ դուրս է բախելու մեզանից։ Դա հնարավոր չի, որ գա այստեղ մնա, մենք էլ ծածկենք, ու մի օր սա դուրս է գալու, մեղքն էլ երբ որ ծնվում է, ինչ է ծնում մեղքը, մահ է ծնում։ Մեղքը մահ է ծնում։ Այսինքն ես իրավունք չունեմ մեղքով հղիանալու։ Ամեն, իրավունք չունեմ թույլ տալու տարբեր տեսակի մտքեր եւ գաղափարներ, սխալ խոսքեր։ Ես ով ուզում է քեզ գա կողքից, ինչքան ուզում է վատ բաներ ասի, մի ընդունի։ Դա նման է, որ վերցրել ես դեղեր ու խմում ես, որը որ քեզ օգուտ չի, ու քեզ հաստատ վնաս է տալու։ Դա թույն է, ոչ թե դեղը։ Ասում է, այն մարդը, որ կրոնավոր է եւ իր լեզուն չի կարում սանձահարի։ Այսինքն այդ կրոնավորությունը ոչ մի բան է։ Այն մարդը, որ կարում է սանձ դնի իր լեզվի մեջ, իր լեզվի վրա, ձիերի բերանը սանձ են դնում, ու ձիերին դրանով կառավարում են։ Նավերը ունեն իրանց ղեկը, մի փոքր ղեկը կառավարում է։ Հակոբոսը նույնը գրում է, որ բայց մարդու լեզուն անկառավարելի է։ Գիտեք ինչի, որովհետև ոչ մեկը չի կարա այն մյուսի լեզուն կառավարի։ Դու պիտի քո լեզուն կառավարես։ Ամեն։ Դու պիտի այն բաները խոսաս, ինչ որ Հիսուսն է խոսում։ Մտածես այն, ինչ որ Հիսուսն է մտածում։ Սա այն խոսքը, որը որ Աստծու չի այլ մեզանից է։ Սա այն կյանքն է, որը որ այս աշխարհինն է, ամեն անգամ մենք նայելով, շփվելով, անհավատների հետ կիսվելով, հնարավոր է մեր ներսը լցվի, ու մեկ է տեսնում ես, դու արդեն նրանց նման մտածում ես, նրանց նման խոսում ես, ասում է, եւ Պետրոսը երբ որ խոսաց, հիշում եք, եւ այն կինը, երբ որ Պետրոսին ասավ, դու էիր նրանց աշակերտը, քեզ տեսել ենք, Պետրոսն ասում էր, ես չեմ ճանաչում այդ մարդուն եւ չգիտեմ դու ես ինչ ես ասում, այս կինն ասում էր, քո ակցենտն էլ քեզ մատնեմ է, որ դու գալիացի ես ու նրա հետ էիր։ Այս շփումը
մեկ է տեսնում ես փոխվում է։ Ու դու սկսում ես խոսալ նրանց պես, անկախ քեզանից մեկ էլ բառերը դուրս գալիս։ Ռուսաստանից հայերը գնում են Հայաստան, ինչքան ուզում ես հայերը խոսալ։ Ռուսերեն բառեր դուրս են գալի թե չէ։ Ինչքան ուզում ես կուլտուրական հայերենը խոսալ, միևնույնն է մեկ էլ տենում ես ռուսերեն ինչ-որ բառեր դուրս եկան կոպերանից, որովհետև քո ակցենտը, դաժե մեր հայերի ակցենտը Հայաստանում արդեն ռուսախոսի ակցենտ է դառնում։ Երբ որ շատ ենք մենք ռուսերեն խոսում, դա այդ ձևը։ Նույնն էլ հոգևոր կյանքի մեջ, երբ որ մենք չենք շփվում Տիրոջ հետ, գիրքը չենք կարդում, չենք ուսումնասիրում, չենք խորանում սրա մեջ։ Այնքան կարևոր է, գիտեք, 3 հատ կարևոր բան կա։ Առաջինը կարդաս, երկրորդը միտք առնես, երրորդը աղոթք անես։ 3 կարևոր բան, որ մենք մեր կյանքի մեջ պիտի անենք, որպեսզի լցվենք Տիրոջ ներկայությունով, սա է։ Կարդաս, աղոթես եւ միտք առնես Տիրոջ խոսքի վրա։ Ու երբ որ միտք ենք առնում, մենք կարող ենք խորանանք Աստծո խոսքերի մեջ։ Հետ եղել է խորանում ես Աստծո խոսքի մեջ, մեկ էլ տեսնում ես այս ինչի բացվեց քեզ։ Հա? Իսկ երբ որ չես խորանում, դու մակերեսորեն հավատացյալ ես։ Դու պարզապես մակերեսորեն։ Մեզ հարկավոր է խորանալ Տիրոջ խոսքի մեջ, ու երբ որ մեր միտքը անընդհատ խորացած է այդ խոսքերի մեջ, այս սա է հոգևորությունը։ Երբ որ մենք մտածում ենք Տիրոջ խոսքի վրա, Տեր Հիսուսն ասում է ես քո հետ պիտի լինեմ։ Ուզում ենք չէ որ Աստված մեզ հետ լինի։ Մտածի իմ խոսքի վրա։ Ուզում ենք մեր գործերը հաջող լինի։ Քանի օր քիա ուզում որ իր գործերը հաջողակ լինեն։ Օրհնված գործեր։ Նորից մտածի Տիրոջ օրենքի վրա։ Այս ամեն ինչը կախված է Տիրոջ խոսքերի վրա մտածելով։ Ու երբ որ մենք Տիրոջ խոսքը մտածում ենք, ասում է, ես քո հետ եմ, ինչ էլ անես, քեզ կհաջողվի։ Որովհետև երբ որ դու մտածում ես Տիրոջ օրենքի վրա, դու նրան հարցնում ես, նրա հետ ճանապարհ ես դուրս գալի, նրա հետ կիսվում ես ամեն գործը սկսելուց առաջ, հնարավոր չի Աստված քեզ սխալ քայլեր թույլ տա որ դու անես։ Նա քեզ կառաջնորդի ամեն ճշմարտության մեջ։ Սա մի քիչ նրա մասին, որ մենք չլեկցվենք աշխարհով եւ փորձենք այսօրվանից ստիպենք մեզ, ամեն ստիպենք մեզ ավելի շատ զբաղվելու Տիրոջ խոսքով, Աստծո օրենքի վրա մտածելով, երկնքի մասին, Տիրոջ մասին եւ այլն։ Հռոմեացիս 10-րդ գլուխ 8-ից 11 խոսքեր։ Ես մի կարդում եմ այն խոսքերի մասին, ինչի վրա որ պիտի մենք մտածենք։ Տեսեք, աշխարհը եւ անօրենը մեզ տալիս է բաներ, որոնց հետևանքը եղնում է շատ ողբալի։ Մենք ընկնում ենք, կորցնում ենք ամեն բան։ Բայց երբ որ մենք մտածում ենք, այն ինչ որ Աստված է տալիս։ Բայց գիրքը ինչ է ասում, մոտիկ է խոսքը։ Մոտիկ է քեզ խոսքը, քո բերանունն է, քո սրտումն է, այսինքն հավատքի խոսքերը, որ մենք քարոզում ենք։ Որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվավ նրան մեռելներից, կապրես։ Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար եւ բերանով դավանում ենք փրկվելու համար։ Որովհետև գիրքն ասում է ամեն ով որ հավատա նրան չի ամաչի։ Եկեք հասկանանք այս ձևի բան։ Մի փոքր մենք հասկացանք եւ մնացածը մենք ավելի լավ գիտենք ամեն մեկս, որ ինչ է տալիս այսօր աշխարհը մեզ ու միջև մեր հավատքի գալն էլ ինչեր է բերել տվել եւ սատանան շատ անգամ էլ մարդկանց խափում է, ասելով որ դու նորմալ ես, նորմալ մարդ ես, հոգևոր ես, հանգիստ եղեք։
Մեռնելու մասին էլ մի մտածի։ Սա ամենասխալ բանն է, որ մարդը չմտածի դրա մասին։ Բոլորն են գնալու, որովհետև Աստված այդ ձև աստեղծել, բայց շատ կարևոր է, ուր են գնալու։ Ամեն։ Հիսուսը եկել է, որ մեզ կյանք տա։ Եվ հենց այս խոսքը ասում է եւ հեռու չի քեզանից, Աստծո խոսքը։ Ամեն։ Հեռու չի քեզանից։ Բոլորս գիտենք Աստծո խոսքը։ Եվ պետք է չի, ես չգիտեմ ուր գնալ, որպեսզի Աստծո խոսքը ուտնանք։ Դա քո ձեռքին էլ կա, Աստվածաշունչը։ Դա հավատքի խոսքն է, որ քարոզում ենք, դուք լսում եք։ Դա քո սրտի մեջ պիտի լինի։ Ամեն։ Քո սրտի մեջ, այսինքն Աստծո խոսքը երբ որ գալիս է, սա չի կարելի պարզապես մակերեսորեն ընդունել ու նստել։ Աստծո խոսքի վրա պիտի մտածես եւ սրան իջացնես քո սրտի մեջ։ Դավիթն ասում է. Տերը մի անգամ խոսեց, ես 2 անգամ լսեցի։ Այսինքն Տերը ասավ կամ ես կարդացի, երբ որ դու կարդում ես նշանակում է Աստված ասեց։ Երբ որ դու սրա մասին միտք ես առնեմ, այդ ժամանակ արդեն սա իջնում է այստեղ, եւ այստեղից հաստատ ոչ մեկը չի կարող։ Եթե այս գրքերը նույնիսկ մեր ձեռքից գողանան տանեն, թույլ չտան կարդալու, մենք պիտի ապրենք այն խոսքերով, որ արդեն քո մեջ կա։ Մեր եղբայրներից մեկին երբ որ դատում են, ձեռքից վերցնում են ամեն բան։ Ու ասում է, ես ճարեցի գրիչ, թղթեր ու նստեցի ինչ որ հիշում եմ, սկսած ծննդոց գրքից սկսեցի գրել։ Եվ ասում է, ինձ պահում են մի տեղ, որտեղ մենակ ես եմ, ու ես ամեն օր այնտեղ գրում էի, հետո պաշտամունքներ անցկացնում։ Եվ ասում է, ամբողջ բանը գիտեր, որ ես խելքս հետ եմ դրել, որովհետև ասում է, առավոտը պաշտամունքն սկսում էր եւ ասում է ես բարձր սկսում եմ ասել քույր եղբայրներ այսօր պիտի քարոզես ինձ եղբայրը եւ ասում է կանգնում եմ սկսում էի քարոզել հետո ասում է եկեք երգենք այս ինչ երգը ու ասում է նորից երգում է այնքան միջև իրան վերցրին հանին տան ուտերից այն ինչ որ եկավ մեր սրտերի մեջ սա է Եթե սա չի գալի մեր սրտերի մեջ, մենք կմոռանանք, բայց երբ որ տեղափոխվեց սա քո սրտի մեջ, հավատքի խոսքը, այ հենց այս սրտի մեջի եղած խոսքն է, որ կենդանի է, որը որ քեզ բժշկելու է, որը որ քեզ փրկելու է։ Եթե այսօր մենք այս խոսքը չենք իջացնում մեր սրտերի մեջ, նշանակում է մեր այդ խոսքը մեր ուղեղի մեջ կա, ու մի օր էլ կմոռանանք ու մենք չենք էլ հիշելու այդ ինչ էր։ Հասկանում եք։ Գիրքը ինչ է ասում, մոտիկ է խոսքը։ Խոսքը քո բերանունն է, քո սրտումն է։ Այսինքն հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք։ Սա պետք է եղնի մեր բերանի մեջ եւ մեր սրտի մեջ պարտադիր։ Սրտի եւ բերանի մեջ։ Եվ տեսեք ինչ ասեմ, որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես, կարող ես ասես, որ Հիսուսը քո Տերն է։ Մի հատ ասա, Հիսուս Քրիստոսը Նազովրեցին իմ Տերն է։ Ամեն։ Այնքան կարևոր է այս խոսքերը։ Հիսուսը իմ Տերն է։ Եվ աշխատեք շուտ ասեք այդ բանը, հա։ Ինչքան շուտ ասես, ինչքան շուտ տաս, քո Տեր Հիսուս Քրիստոսի անունը Այնքան սատանան փախնելու է։ Որովհետև բերանովդ Հիսուսին Տեր, եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվավ նրան մեռելներից, այս ինչքան հետաքրքիր է։ Լսեք լավ։ Գիտեք, սատանան էլ է հավատում։ Այդ բախտնայողներն էլ են հավատում, բայց երբ որ դրանց հարցնում ես, բայց Հիսուսը հարությունը արել ասում է, չէ։ Անհավատությունը այսօր ասում է, որ հա, հավատում ենք, մենք քրիստոնյա ենք, բայց հանդերձյալ աշխարհ չկա։ Եթե այդ աշխարհը չկա, ուրեմն Հիսուսը հարություն չի առել։
Ուրեմն իզուր է մեր հավատքը, իզուր ենք մենք հավատքը մեզ այստեղ եւ ինչ որ բաներ ենք անում։ Կամ Պողոս Արաքյանն ասում է, եթե այսօր մենք հավատում ենք Տեր Հիսուսին, մենակ այս կյանքի համար ամենախղճալի մարդն ենք։ Որովհետեւ Արմեն ջան, ինչ ես անում, որ ոչ ծխում ես, ոչ խմում ես, ոչ լևի պրավի ես գնում։ Ինչ ես անում, ինչա քու հալը։ Լավ տղեկ է, հլա տեսն չեն ինան։ Խմում են պատում են ով ինչքան խմեց, լևի պրավի են գնում պատում են ով ինչքան լևի պրավի գնաց։ Չէ, այս աշխարից ինչ եմ տանելու ես, լասեք տենա։ Հենց տանող է եսը։ Հասկանում եք, տանողը նա է, որը որ չի անում դա։ Ամեն։ Այս աշխարհից Հիսուսին ունի իր մեջ, եւ Հիսուսով էլ գնալու է երկինք։ Այ հենց սա է կյանքը։ Իսկ այս աշխարհը այն ինչ որ տալիս է ժամանակավոր է։ Նա մեզ խափում է, գույներ է փչում մեր աչքերին։ Ոչինչ, էսել, ու մեկ էլ տենում ես մի օր չկա։ Եվ ինչ-որ մի հատ քահանա ասում է, աղոտ քարեք, որ հոգին փրկվի, հա, ոչ մի բան չկա այդպես գրված սուրբ գրքի մեջ ելներ, ոչ մի բան չկա այդպես գրված, մեռնելուց հետո ինչքան ուզում ես առուտի, անօգուտ է, այսօր է պետք աղոթել այդ մարդկանց համար, և այսօր է պետք այդ մարդկանց ասել, որ Տիրոջ խոսքը պահեն լևի պրավի էլ չգնա, ամեն, պահեն Տիրոջ խոսքը, ու Պողոսի ասածը ամենախղճալի մարդիկ, այսինքն ես այս ամեն ինչը անում եմ, որ մենակ այս երկրի վրա լավ ապրեմ, ես ամենախղճալին եմ, որովհետև երբ որ մենք գալիս ենք Հիսուսին, Տեր Հիսուսը օրհնում է եւ այստեղ եւ այնտեղ, ամեն, մի օր մի հատ անհավատ ասում է, լսեք, այս հավատացյալները ավելի օրհնված են, քան թե մենք։ Օրինակ, մենք չենք հավատում, նրանք էլ հավատում են։ Եվ նրանցից շատ-շատերը մեզանից էլ լավ են ապրում։ Մեզանից էլ լավ ընտանիքներ ունեն։ Մենք ասում ենք չկա, Աստված չկա։ Լավ, ասենք թե այդ մեր ասածը այդպես ճիշտ է։ Աստված չկա, ու մեր ուզածով մենք ապրում ենք, ու երբ որ եկավ օրը մահանալու, այս աշխարհից գնալու, մենք էլ ենք գնալու, նրանք էլ են գնալու, ու ասում է հանկարծ, բայց եթե Աստված եղավ, մենք կորած ենք, իսկ այս հավատացյալները մեզանից վատ չապրեցին, հա? Բայց նաև հավիտենականության մեջ ունեցան փրկություն։ Դրա համար Հիսուսն ասում է, ես եկել եմ, որ դու կյանք ունենաք։ Լսեք, կյանքը մենակ նա չի, որ անընդհատ փող եղնի ու դու քո ուզած ձևով ծախսես։ Փողը չի երջանկությունը։ Երջանկությունը քո կինն է, որ քո կողքին է այսպես։ Լսում ես, քո երեխեքն են, որ քո կողքին, քո թոռներն են, որ քո կողքին։ Մի քիչ սենց դժվարություն են դաժե պատճառում, մի քիչ անհանգստություն են պատճառում, բայց հենց դա է երջանկությունը։ Լսում ես, հենց դա է երջանկությունը։ Ու մեզ պետք չի գնել ինչ-որ սխալ բաների հետևից։ Հենց երջանկությունը դա է, այն ինչ-որ արդեն դու ունես։ Թաթևը սաղբերը ոնց ասա, երջանիկ մարդարով է։ Ամեն, այո, սա հենց երջանկությունն է։ Հավատքի խոսքը, որ մեր սրտում է, ուրեմն այդ խոսքը պետք է դնենք մեր սրտերի մեջ, երբ որ բերանով դավանում ենք Տեր Հիսուսին, չէ, եւ սրտումը հավատում ենք, որ Աստված հարություն տվավ նրան մեռելներից, կապրենք։ Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար, այսինքն հավատում ենք Տեր Հիսուսին, ու այդ հավատքը, քանի որ դու հավատացիր Հիսուսին քո սրտով, որ նա հարություն է առել մեռելներից, հասկանում եք։ Այո, Հիսուսը եկել է աշխարհ,
ապրել է, խաչի վրա խաչվել է, մահացել է եւ հարություն առել։ Եվ այս հավատքը, որ մենք ունենք մեր մեջ, սա մեզ արդարացնում է, որովհետև ինքը Հիսուս Քրիստոսը հարություն է առել քեզ արդարացնելու համար եւ շուրթերով դավանում ես դու սա։ Կողքինիդ ասա, այս բաները դավանի։ Այդ դավանի, որ Հիսուսը հարություն է առել, դավանի, որ Հիսուսը քո Տերն է, քո Փրկիչն է, դավանի, որ Հիսուսը քո բժիշկն է, դավանի, որ Հիսուսը քեզ երբեք չի թողել։ Այսօր տեղս նեղ է, այսօր հիվանդ եմ, այսօր դժվար եմ, այսօր անապատի մեջ եմ անցնում, բայց իմ Հիսուսը իմ հետ է եւ ինձ չի թողել։ Հալելույա Տեր։ Ես քո հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Այն սա է, որ սրտով պիտի հավատանք Հիսուսը, այո, խաչի վրա մահացել է եւ հարություն առել։ Եվ անպայման պիտի դավանենք։ Ասա քո համար բարձրաձայնի այս բանը, որ Տեր Հիսուսը հարություն է առել։ Դերներ, այն խոսքը, որ Հիսուսն ասել, ու մենք այդ խոսքերը կրկնում ենք, դա մեզ կյանք է տալի։ Աստված ասում է, սկսեց ստեղծել ամեն ինչը իր խոսքով։ Երկինք երկիր սարքեց իր խոսքով։ Երևացողներ եւ չերևացողները իր խոսքով սարքեց։ Նա խոսքը ասում եւ եղնում է։ Տեր Հիսուս Քրիստոսը ոչ մեկի համար չաղոթեց, գիտեք։ Բոլոր հիվանդներին նա խոսքով բժշկում էր։ Խոսքը ասում էր եւ մարդիկ բժշկված էին։ Եվ դրա համար էլ գալիս էին ասում էին Հիսուսին, մենակ մի հատ խոսք ասա։ Ամեն, մենակ մի հատ խոսք ասա։ Քանի հոգի այստեղ ունի Աստծո խոսք։ Գիրք ունեք, դա Աստծո խոսքն է։ Եթե ուզում ես այդ խոսքերը քո կյանքի մեջ կյանք տան ու կյանքի պես երևան, այդ խոսքերը իջացրու քո սրտի մեջ ու սրանց դավանի։ Երբ որ մենք մակերեսորեն հավատացյալներ ենք ու չենք պահում Տիրոջ խոսքը, այդ խոսքը մեզ ոչ մի բան չի անում։ Բայց երբ որ այդ խոսքը դու իջացնում ես, ապրում ես այդ խոսքերով, նրանք կյանք են։ Մատթեոս ավետարանի 8-րդ գլուխ 8-ից 10 խոսքերը։ Եվ հարյուրապետը պատասխանելով ասեց. Տեր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակը մտնես, այլ միայն մի խոսք ասիր, եւ իմ ծառան կբժշկվի։ Որովհետև ես էլ իշխանության տակ լինող մարդ եմ, եւ իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ եւ ասում եմ սրան գնա եւ գնում է եւ ուրիշին եկ եւ գալիս է ծառայիս այս բանն արա եւ անում է։ Եվ երբ որ Հիսուսը լսեց, զարմացավ եւ ասեց. Ետևից է եկողներին, ճշմարիտ ասում եմ ձեզ, Իսրայելի մեջ այսպիսի հավատ չկտա։ Տեր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, միայն մի խոսք ասա։ Այս այդ խոսքն է։ Մենք ունենք այդ խոսքերը, հավատքի խոսքը, որ մենք այդ խոսքը պիտի հավատանք սրտով ու շուրթելով դավանենք։ Ամեն։ Ամեն մի հատ խոսքը։ Մենակ նա չէ, ես բժշկված եմ Հիսուսի վերքերով։ Նաև նա, որ հարկավոր է սուրբ չխոսալ, հարկավոր է սուրբ ապրել, հարկավոր է մեր միտքը մաքուր եղնել, հարկավոր է Տիրոջ կամքը կատարել։ Այսա, որ կյանք դառնա մեր մեջ։ Ամեն։ Եվ ասում է, հարյուրապետը ասեց. արժանի չեմ, որ դու գաս իմ հարկի տակ, մենակ մի հատ խոսք ասա։ Հիշում եք, երբ որ Հիսուսը ծովի վրայով քայլելով գալիս էր, փոթորիկ էր։ Եվ աշակերտները բոլորը, երբ որ տեսան Հիսուսին, վախեցան, գրված է, նրանք վախեցան։ Եվ ասում է, Հիսուսը ասեց. մի վախենակ, ես եմ։ Եվ Պետրոսը ոչ մի աստվածաբան չի կարող բացատրի ինչն էր պատճառը, որ Պետրոսը այդ բառերն ասավ։
Բոլորս ես էլ երևի եղնեի այդ նավակի մեջ, կմտածեի շատ լավ է, որ Հիսուսն է, բայց թող ինքը գա ու ինչ-որ մի հատ փայտից պին բռնված կերնեի, որ այդ ալիքները հանկարծ ինձ չգցեն ծովը։ Ու Պետրոսն ասում է, եթե դու ես, ասա, ես էլ կամ, այդ քեզ բան, ալելույա։ Եվ մի հատ խոսք Հիսուսի բերանից դուրս եկավ, մի հատ խոսք։ Եթե Հիսուսը քեզ չի ասել, մի անի, եթե Հիսուսը ասել է, արա, ասում է հավատա ու դավանի, հավատա և դավանի։ Եվ Հիսուսը Պետրոսին ասավ, արի Պետրոս, և ասում է դուրս եկավ, այն ժամանակ, որ նավակի ամեն փայտից բոլոր առաքյալները բռնված էին ամուր, այս Պետրոսը պարզապես ոտքը դրեց գետնին ու դուրս եկավ, ու այդ ծովի վրա ինքը սկսեց կանգնել, ես չգիտեմ, չեմ էլ պատկերացնում ոնց կարելի է ջրի վրա կանգնել, ու ինքը դրեց, կանգնեց և չի սուզվում։ Եթե Աստված քեզ մի բան ասում, արա, մի նայի կողքից քեզ ինչ էր կասել, կողքից ենքան մարդ կա պետք է ասի, վայ, մի գնա, կխորտակվես, բնական է, չէ, նորմալ է, գնաս կխորտակվես, ու եթե մենք չլսենք Հիսուսի, ու լսենք մարդկանց, հաստատ կմնանք նավակի մեջ, շատ լավ նավակը, նորմալ է, նավակի մեջ է, գիտեք, ինչ-որ միտեղ ես եկեղեցին էլ է նավակի նման, նավակի մեջ ենք, Հիսուսն ասել է անցեք ծովի մյուս կողմը, ու մենք նավակի մեջ ենք, և մեկ էլ փոթորիկներ եղնում, արդեն պրոբլեմ կա, արդեն ինչ-որ հոգս կա, ասում են, որ անպայման պետք է գրեք կպցնեք ընդեղ, որ դուք եկեղեցի եք, սա շատ կարևոր է, ինչ-որտեղ պրոբլեմ է, ինչ-որ հարցեր է առաջացել, ինչ-որ հալածանքներ կա, ինչ-որ մի բան կա, սա քիչ է դեռ ես մի բանը, մեկ էլ այդ փոթորիկի մեջից Հիսուսին են տենեմ ու Պետրոս անունով մեկը որոշում է գնա, դուրս գա, այդ նավակից դուրս գա ու ինչ-որ հավատքի քայլ անի։ Եվ Պետրոսը դուրս է գալի չլսելով ոչ մի առաքյալի, ոչ մեկի խոսքի։ Գիտեք, ենքան է եղնում, երբ որ մարդ ուզում է ծառայի և կողքից ենքան մարդիկ են եղնում, ասում են մի անի, գործ չունես, ինչի ես գլուխդ քարի տակ դնեմ, կրակի տակ գցեմ, ես սենց հետ մնաս լավ, ես էլ ահելիք, քեզ պետք չի դուրս գալ։ Այս Պետրոսը ոչ մեկին չլսեց, դուրս եկավ և սկսեց քայլելով գնալ դեպի Հիսուսը, ու Հիսուսը գալիս էր։ Ընդեղ այնքան հետաքրքիր է նկարագրված, որ ասում է, եկավ դեպի Հիսուսը և հանկարծ նկատեց, որ քամին ուժեղ է ու ինչ-որ մի հատ ալիք աշկի ծայրով, չէ, սենց կանգնած ես ու կողքից տեսնում ես այստեղ ինչ-որ բաներ կա։ Մի անգամից միտքը փախավ մեկ ուղղությամբ և ասում է, սկսեց սուզվել ծովի մեջ և աղաղակել, Տեր, փրկիր։ Հնարավոր է, ինչ-որ մի գործը սկսես ու այդ գործը չեղնի, ինչ-որ մի հոգևոր ծառայություն սկսես ու չստացվի, հավատա, բայց Հիսուսը ուրախ է, որ դու դուրս ես եկել քայլում ես։ Ես ոչ մի անգամ չեմ փոշմանել, որ լիքը փողեր հնարավոր է ծախսել ենք, տարբեր տեղեր պաշտամունքներ անելու ու մարդ չի եկել։ Փառք Տիրոջը։ Եվ ով ինչ ուզում է ասի, ես մտածում եմ, որ էլի է պետք անել։ Նորից ինչ-որ բան է պետք մտածել։ Հիսուսի թանկ այրունը ավելի թանկ է, քան թե աշխարհի բոլոր փողերը։ Եվ Հիսուսը ուզում է, որ դու դա անես։
Շատ-շատերի համար այդ արածդ քո քայլը անկապություն կեղնի։ Ինքը գալիս է նստի քո տեղը։ Մեկը դու արդեն փրկված ես, քեզ պետք չի։ Կամ մի քանիսն ասում են, իրան ցույց տալու համար անեմ։ Մի հատ ճշվի կողքինի տասա, ոչ մեկի գործը չի ինչ ասում եմ անում։ Ամեն։ Իմ Աստվածը ինձ ասել է։ Հայրապետը ասում էր, մենակ մի հատ խոսք ասա։ Եվ իմ ծառան ուժվի։ Պետրոսն ասում էր, մենակ մի հատ խոսք ասա, որ դու ես ու ես եք կամ։ Եվ Հիսուսն ասում էր, արի։ Աբրահամը 100 տարեկան էր եւ քանի որ Աստված իրան մի հատ խոսք էր ասել, ես քեզ պիտի օրհնեմ եւ քո երեխեքը երկնքի աստղերի չափ շատ պիտի լինեն։ Ինքը հավատում էր, որ Աստված իրան որդի կտա։ Սերներ, եւ Սուրբ գրքի մեջ լիքն են այդ ձևի մարդիկ։ Արյունահոսությամբ հիվանդ կին է։ Երբ որ տեսավ այդ վտանգները ու հավատում էր, որ Հիսուսը Աստծո որդին է, փրկիչն է, մենակ իր մեջ մտածեց, գնամ կպնեմ ես նրան։ Աստծո խոսքը ինձանից ու քեզանից պահանջվում է քաջություն, քայլ անել։ Ինչ որ քայլ անես, քո բերանը փակելու։ Ամեն։ Քայլ անես, որ աշխարհը չգա քո մեջ։ Կարում ենք անենք դա։ Այնենք ցարեք աշխարհը չգա քո մեջ։ Այնենք ցարա, որ այս աշխարհի մարդկանց չնմանվես։ Թող իրանք ուզենան քեզ նման։